Ես լավ չհասկացա, որ ես ում պարագլուխն եմ, իրավական համակարգի։ Այդպես է ստացվում, ինքն է ասում։ Իմ տպավորությունը, որ դեղերը չի խմել այդ օրը, կամ կարող է ընկերու հետ չի իմա եւ ոչ մեկը չհուշեց, որ ինչ որ ժամանակին պետք է խմի։ Ուրեմն ես Նա ասում է պետք է պատասխանատվության ենթարկվել մարտի 1-ի համար եւ կազմակերպողը իր խոսքով կազմակերպողը միակ դուք եք։ Կարծում եմ բոլորը գիտեն եւ դա բոլորի աչքի առաջ էր, տենց առաջի սադրիչը, առաջի կազմակերպողը ինքն էր եւ իր սիրտն էր փառավորվում, երբ ոստիկանների հետ հարահարում էր բախումներ ոստիկանության։ Հիմա մտահոգություն կամ մտավախություն չունեք, որ Փաշինյանի այս հայտարարությունը, որը կարծես ուղղված լիներ նաև իրավապահներին, որոշակի քրեական վարույթներ կնախաձեռնեն կամ ինչ որ բաներ կպատրաստեն, որպեսզի ձեզ կրկին ճաղերի ետևում հապակեն։ 18 թվականին իմանալով, որ կալանավորելով են եկել եմ եւ ապացուցել եմ, որ մեղադրանքը, որը ինձ առաջադրվել է, առ ոչինչ է։ Եվ արդարացվել եմ այդ մեղադրանքով, սահմանադրական կարգի տապալում եւ այլ եւ այլ։ Հիմա փորձում եմ վերավորակել, անել, անել։ Իմ տպավորությամբ նայեք, ինքը խիամտել իստերիկաների մեջ։ Ենթադրում եմ, որ իր ընտրազանգվածի համար իրեն թվում է, թե դա ճիշտ ոճ է ընտրապայքարի համար։ Իմ տպավորությունը սա է։